Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մշակութային խնդիրները մեր հեղինակային հաղորդաշարի, մեր մեդիայի ուշադրության կենտրոնում են։ Այսօր մեր հյուրն է Գոյ թատրոնի ներկայացուցիչ Սարգիս Արզումանյանը։ Սարգիս, ես ասեցի ներկայացուցիչ, որովհետև Գոյ թատրոնի գործերը դեռ խառն են, կարծում եմ անպայման պարտադիր չի, չէ՞, շատ այսպես շատ կլոր ի պաշտոնե ներկայացնել, դուք ներկայացնում եք Գոյը եւ ձեզ արդեն գիտեմ որպես Գոյ թատրոնի ներկայացուցիչ, Գոյ թատրոնի գոյապահպանության համար պայքարող մարտիկ։ Ես չեմ չափազանցեցնում այս խոսքերը, ոչ էլ պաթետիկ խոսքեր եմ օգտագործում, ամեն դեպքում շնորհակալություն, որ ժամանակ եք գտել, գիտեմ խառը գործերը շատ են, պրոբլեմատիկ խնդիրները շատ են, բայց ժամանակ եք գտել եւ երկրորդ անգամ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք նորից բարձրաձայնելու Գոյ թատրոնի շուրջ այդ խնդիրների վերաբերյալ, որ պետքա խոսենք այսօր, կարծում եմ հետաքրքիր զրույց է լինելու։ Անցյալ անգամ էլ ասացի, որ միշտ պատրաստ ենք աջակցելու, օգնելու անկեղծորեն, անշահախնդրորեն եւ կարծում եմ, որ ձեր պայքարը կարեւոր է եւ մենք արդեն վաղուց միացել ենք ձեր պայքարին։ Պայքարը բոլորինս է։ Այո, պայքարը բոլորինս է։ Գոյ թատրոնն ինչ որ տեղ նմանվում է Արցախի ճակատագրին, եթե մի ժամանակ, ինչպես ասում են, Վահե Շահբերդյանը խնդիրներ ուներ լուսահոգի ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ եւ ցանկանում էր փակել, բայց չստացվեց։ Իսկ այսօր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց չհիմնավորված որոշումներով ուզում են փակել Գոյ թատրոնը, տարածքը օգտագործել հանուն շահի, ըստ ձեզ, ել ինչ պատճառներ կարող են լինել։ Չգիտեմ, Վահե Շահբերդյանը թե այլ անձ ինչ է ժառանգություն թողել իրենից հետո, վստահաբար Արմեն Մազմանյանը մեծ ժառանգություն թողել է թատրոն։ Եթե Վահե Շահբերդյանը իրենից հետո եկողներին ժառանգել է այն գաղափարը, որ պետք է Գոյ թատրոն չլինի, ցավալի է։ Այսօր տեսնում ենք այդ ամենը։ Մենք ամենայն դեպս մենք ճաշակում ենք դրա պտուղները, որ այդ մարդիկ ամեն ինչ անում են, որ Գոյ թատրոն չլինի, խոսքը այսօրվա Սունդուկյան թատրոնի ղեկավարության մասին է, որը որ շատ ուղիղ եւ անմիջական աջակցություն ունի պետության, կառավարության եւ ԿԳՄՍ-ի կողմից։ Ես չգիտեմ, ել ինչ կարող են անել, որ Գոյ թատրոն այլևս չլինի ու չհնչի ու չգանք չզրուցենք Գոյ թատրոնի վաղվա ապագայի մասին։ Ես իսկապես չգիտեմ, ինչ կարող են անել, որովհետեւ իրենք ամեն ինչի ընդունակ են, չգիտեմ, մարդու երևակայությունը ինչ աստիճանի, ինչեր պիտի երևակայի, որ գնան այդ քայլերին։ Պարզ է։ Հաջորդ հարցը, ես այսպես հարցաշարով եմ այս անգամ պատրաստվել, չնայած առաջի անգամ էր, որ այսպես ասած փորձենք ավելի թիրախային, ավելի ձևակերպած։ Կարող եք թվել այն մարդկանց անունները, որոնք ցանկացել են ու ցանկանում են փակել այդ թատրոնը, իրենց անվան վրա թողնելով մեծ բիծ։ Համենայն դեպս ներկա պահին կարող եմ ասել այդ մարդկանց անունները, ասել եմ ու նորից կասեմ, ես դրանից առաջ չգիտեմ ովքեր են եղել, մտքովս էլ չի անցել, որ նման մարդիկ կարող են լինել թատրոն փակելու մասով, բայց այսօր ակնհայտ է, դա Վարդան Մկրտչյանն է եւ գլխավոր դերերում եւ նրա հետ համախոհ է եղել, սա իմ կարծիքն է, Արա Խզմալյանը, որը որ երկուսով փորձել են անել եւ իրենց արդեն կարողացել են այս մարդիկ համոզել մի ամբողջ ԿԳՄՍ նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը արդեն փորձել է համոզել կառավարությանը, ով վարչապետի գլխավորությամբ դրել է այդ ստորագրությունը, խոսքը 701 նորոշման մասին է, բայց գլխավոր դերում վստահաբար կարող եմ ասել, դա Վարդան Մկրտչյան անուն ազգանունն է, որը որ ամեն ինչ անում է, ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում, որ Գոյ թատրոնը վերացնի չլինի, այսինքն թատրոնը գոյություն չունենա։ Այդ անունը Վարդան Մկրտչյանն է։ Այդ անունը Վարդան Մկրտչյանն է, պարզ է։ Թատերագետներ կան, որոնք հոդվածներ են նվիրել Գոյ թատրոնին, հանդես եկել որպես ի պաշտպանություն եւ արժեվորել Գոյ թատրոնի մի շարք ներկայացումներ։ Հակառակ կողմը պնդում է, որ գրեթե չեն եղել հաջող ներկայացումներ։ Դուք ինչ կասեք։
Բնականաբար, չգիտեմ այդ հակառակ կողմը ով է, որ ասել է։ Դե երևի հենց Վարդան Մկրտչյանը կամ։ Բնակ, եթե հակառակ կողմ վերցնում ենք Վարդան Մկրտչյանը հակառակ կողմ չէ, Վարդան Մկրտչյանը չգիտեմ ով է։ Հայ ես չեմ դիտարկում հակառակ կողմ, որովհետև արվեստում մշակույթում կողմեր չեն լինում, հա, ինչի մասին է խոսքը, խրամատներ չեն լինում, հա, ինչ կողմի մասին է խոսքը, դրա համար ինձ համար դա զավեշտ է որպես կողմ դիտարկել, հա, այս դեպքում կողմ ասածը միայն ինքը մենք հանդիպում ենք որպես կողմեր դատարանում, որը որ հեչ հաճելի չէ, երկու թատրոն հայցվոր պատասխանող կամ երրորդ կողմ, հա, այս ֆորմատով ենք միայն կողմեր լինում։ Իսկ ստեղծագործության մեջ ինչը որ խոսում ենք բուն թեման ստեղծագործելն է, ներկայացումն է, որ չեն եղել հաջողված ներկայացումներ, այստեղ կողմեր դիտարկել չեմ կարող, իսկ ներկայացումներ բնականաբար եղել են արժանի ներկայացումներ այդ թատրոնում, որ մինչ այսօր խոսում են այդ ներկայացումները, ես խոսում եմ այն ներկայացումները, որոնք որ եղել են Գոյ թատրոնի սկզբնաղբյուրը, հա, դա կլինի Պիրանդելո, դա կլինի Իոնեսկո եւ այլն, հա, Վիլյամ Սարոյան, դրանից հետո արդեն մեր օրեր ենք եկել, Պետեր Վայս, Ռեդ Բրեդբերի, որ մեկն ասեմ, չգիտեմ, էլի չթվարկեմ, հա, բոլոր ներկայացումներն էլ ունեցել են հաջողություններ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, հա, սա չգիտեմ, նախանձ է, թե ինչ է, թե այն ծրագրի հիմքն է եղել, որ այսօր իրագործվում է Գոյ թատրոնի դեմ, այսինքն այդ մարդիկ պետք է այդ ամենը հերքեն, որ կարողանան Գոյ թատրոնը վերացնել, հա, այսինքն որպես արժեք Գոյ թատրոնին ասելով, որ նա չի տալիս որակյալ ներկայացում, որ դա հիմք լինի այլևս Գոյ թատրոն չունենալու համար, հա, կարողանալ համոզել։ Բարձր։ Եթե չենք սխալվում, մի նշան բողոքի հետ տվեցիք ձեր ստացած արտավազդ մրցանակը։ Բայց մի 2 տարի առաջ հենց մրցանակաբաշխությունից հետո թատերական բազմաթիվ գործիչներ ի պաշտպանություն Գոյ թատրոնի ստորագրություններ էին հավաքում։ Ինչու այս պահին մյուս թատրոնները ձեր կողքին չեն գործնականորեն։ Չգիտեմ ինչու չեն թատրոնները որպես կառույցներ, ինստիտուտներ ինչու չեն լինում Գոյ թատրոնի կողքին, չեմ կարող ասել, անհատներ կան, եղել են, միշտ եղել են անհատներ, այսինքն դերասաններ, ռեժիսորներ տարբեր թատրոններից եղել են, բայց որպես թատրոնի անունից ի պաշտպանություն Գոյ թատրոնին ինչի չկան, չեմ կարող ես իրենց փոխարեն պատասխանել, հա, բայց այստեղ մի հատ վերջերս եմ փորձել անալիզ անել այս մասով, որ Գոյ թատրոնի կողքին լինելը մի քիչ այս ձևակերպումը ինձ սկսել է անհանգստացնել, որովհետև պետք չէ լինել Գոյ թատրոնի կողքին, պետք է լինել մշակույթի կողքին, որի մի մասնիկն է ընդամենը Գոյ թատրոնը։ Երբ որ մենք դիտարկում ենք Գոյ թատրոնի որպես առանձին այդպես մոլեկուլ, արդեն լավ չի լինում, հա, Գոյ թատրոնը մշակույթի ինչ-որ մասնիկ է, հա, պետք է լինել մշակույթի կողքին, հիմա երևի թե իրենք Գոյ թատրոնին դիտարկում են որպես հակառակորդ, հա, այլ թատրոնները, որպես մրցակից, գուցե այս դեպքում իրենց համար նույնիսկ սա ենթադրություն է իհարկե, գուցե եւ շահեկան է, որ Գոյ թատրոնը չլինի։ Ցավալի բան եք ասում։ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը եթերից կասկածի տակ առավ ձեր կրթությունը։ Արդյոք ձեր, այսպես ասած, հակամարտությունն արդեն տեղափոխվել է անձնական տիրույթ, թե իսկապես ցավ է ապրում, որ ճակերտների մեջ ասած չունեք կրթություն։ Դա ճիշտ է, Վարդան Մկրտչյանը կասկածի տակ դնելով կրթություն չունենալը, ես դրանից մեկ օր հետո հրապարակեցի իմ կրթություն ունենալու վկայական, այսինքն դիպլոմը։ Ընդամենը եւ այնտեղ էլ մի այլ երևույթ նորից դրել է կասկած, չգիտեմ, իրեն բավարարեց, չգիտեմ, չեմ հարցրել։ Չեմ հարցրել, ինքն հանդես չի եկել դրանում։ Չէ։ Մարդ ով չգիտեմ, որպես ռեժիսոր լինելու մասով է խոսքը, հա, որովհետև ես ունեմ երկու կրթություն, դերասանական կրթություն եւ ռեժիսուրայի կրթություն, հա, երևի տեղյակ չի եղել, դաշտով հետաքրքրված չի, երևի այլ գործերով է հետաքրքրված, չի մանում ով է ստեղծագործ, ով ուզեցել է ձեզ մի հատ լավ կպներ։ Փորձել է, որը որ չի ստացվել, դա
այլևս երևի պաշտպանվելու մեխանիզմներ չունի, փորձել է այդպես եւ այնտեղ էլ մի այսպիսի բան դրեց կասկածի տակ, որ Գոյի թատրոնի կանոնադրության մեջ չկա, հա, կառավարման խորհուրդ, այդ մասն էլ հենց Գոյի թատրոնի կանոնադրությունից այդ մասը հրապարակել եմ ես, որ կա նման բան, այսինքն մի դեպքում սուտ ասեց, որ չկա եւ մյուս դեպքում դրեց կասկածի տակ իմ կրթությունը, որ երկու դեպքում էլ ես պատասխանել եմ, այսինքն նորից բացահայտվեց Վարդան Մկրտչյանի կերպարը։ Այսօր ինչ է անում Գոյի թատրոնի մոտ 37 հոգանոց կոլեկտիվը։ Ինչ է անում, ստեղծագործական անձնակազմը փորձում է ստեղծագործել, այսինքն ներկայացում է պատրաստում ստեղծագործական անձնակազմը, ես այդ ստեղծագործական մասում չկամ, որովհետև քանի դեռ հայտարարել եմ, քանի դեռ Գոյի թատրոնի գործերը, այսպես ասած, դեռ չեն ունեցել տրամաբանական ավարտը, ես չեմ ստեղծագործելու, նվիրվել եմ, այսպես ասած, գոյապահպանությանը։ Հա, գոյապահպանությանը, գոյապահպանության սուրբ գործին։ Իսկ դերասանները եւ մեր ռեժիսորները այս գործի մեջ են, փորձում են ստեղծագործել, ներկայացում է սպասվում առաջիկայում, հա, սա է։ Ես ձեզ հաջողություններ եմ ցանկանում, այդ ներկայացմանը հուսով եմ մասնակիցը կլինեմ։ Սարգիս ջան, անկեղծ ասած, ինչքանով որ մեր անձնակազմը, մեր ստեղծագործական կոլեկտիվը փորձել է հասկանալ, հետազոտել իրողությունները, մենք որևէ հիմնավորում, այստեղ էլ դուք ճիշտ ասեցիք, ձեր այդ ասացի նշանաբանով, ընդդեմ ինչ որ կարծիք արտահայտելու համար չի մեր տեսակետը ձևավորվել Գոյի այս գոյապայքարի նկատմամբ, ինչպես մենք եթերից առաջ պատկերավոր ձևով ասեցինք, պարզապես հիմքեր չտեսնելով Գոյի թատրոնի հանդեպ նմանատիպ վերաբերմունքի, նմանատիպ բացասական, մերժողական վերաբերմունքի մենք մեր անկեղծ համերաշխությունն ենք հայտնել ձեր պայքարին եւ կարծում ենք, որ մի քիչ պաթետիկ չհնչի, բայց թող մի քիչ էլ լավ հնչի, Գոյի թատրոնի գոյապահպանական պայքարը կպսակվի փայլուն հաջողությամբ։ Մանավանդ ուրախալի բան ասեցիք, որ նոր ներկայացում եք պատրաստում, այսինքն դուք չեք ընդամենը զբաղվում պարզապես ուղղակի միայն հարվածներ հետ մղելով, դուք գործ եք անում նաև։ Ես վստահ եմ իսկապես, որ Գոյի թատրոնի պայքարը պսակվելու է հաղթանակով, որովհետև արդեն իսկ առաջիկայում ունենք որոշակի տեղաշարժ դատական իմաստով այս դեպքում, մենք վստահաբար մեր այսքան չարչարանքը հաստատ ունենալու է իր պտուղները, որովհետև մենք ազնիվ գաղափարի շուրջ ենք հավաքված, այդ 35 հոգին հավաքված է գաղափարի շուրջ, իսկ այդ 35 հոգու էներգիան հաստատ ավելի ուժեղ է լինելու ու հասնելու է, քան մի հոգու, այդ մի հոգու անունը արդեն ասեցինք, անընդհատ բարձրաձայնենք իր անունը, հաստատ 35 հոգու էներգիան ավելի մեծ է լինելու ու ավելի ազդեցիկ է լինելու, վստահաբար Գոյի թատրոնը ունենալու է իր հաջողությունը, նորից վերադառնալու է այն տարածք, որտեղ որ 35 տարի, 36 տարի արդեն շարունակ ստեղծագործել է ու ստեղծագործելու է։ Ես տղամարդու պես սեղմում եմ ձեր ձեռքը եւ ձեր պայքարի, մեր պայքարին, ինչպես դուք ճիշտ ասեցիք, բոլորիս պայքարին ցանկանում եմ հաջողություն եւ հավատում եմ այդ հաջողությանը։ Այնպես որ բարի ընթացք բոլորիս։ Եվ շնորհակալություն, որ այսօր եկաք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Միշտ պատրաստ ենք լուսաբանել շարունակաբար։ Ձեր պայքարը, մեր պայքարը։ Հուսամ մյուս անգամ կհանդիպենք արդեն թատրոնում։ Այո, մյուս անգամ շատ լավատեսական բան ասեցիք, քանի որ թատրոնը, արվեստը, մշակույթը ինքնին լավատեսություն է։ Շնորհակալություն Սարգիս։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրն էր Գոյի թատրոնի ներկայացուցիչ Սարգիս Արզումանյանը։ Սիրելի բարեկամներ, ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, նրանց խնդրում եմ ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Լավ եղեք, ձեզ լավ գարնանային տրամադրություն եմ ցանկանում։